Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք քննարկել օրվա գլխավոր թեման եւ ուրեմն Աբու Դաբիում Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին պարգևատրեցին Զայեդ մրցանակով, մի մրցանակ, որը Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Զայեդ Ալ-Նահայանի անունով է եւ այս մրցանակը խաղաղության հաստատման համար է եւ այս խաղաղությունը, որը հաստատվում է մեր տարածաշրջանում, նկատում են նաեւ միջազգային հանրության կողմից եւ նկատվում է նաեւ որպես միջկրոնական հաջողված երկխոսության այսպես մի արար եւ պատահական չէ, որ այդ հանդիպմանը ներկա էին նաեւ հոգեվորականներ, մուսուլմանական եւ քրիստոնեական։ Եվ ահա մեր տարածաշրջանում այդ խաղաղության հաստատումը եւ Միացյալ Նահանգների ընդարձակ ներգրավումը ունի շատ հստակ միջազգային համատեքստ կապված այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում բառացիորեն մեր հարևանությամբ։ Դա իհարկե Մերձավոր Արևելքն է իր ճգնաժամով, դա Իրանն է իր պատերազմից 5 պակաս իրավիճակով, եւ դա այն հանցավոր պատերազմն է, որը Ռուսաստանը սանձազերծել է ընդդեմ Ուկրաինայի եւ Թրամփի ջանքերը այս պահի դրությամբ գոնե խաղաղություն հաստատել այնտեղ դեռ հաջողությամբ չեն պսակվում, դա իսկ Ռուսաստանն էլ պահում է իրեն բնորոշ ամենալկտի ձևով հետնել նաեւ սպառնում մեզ եւ փորձում խափանել բոլոր այն գործընթացները, որոնք նախաձեռնվել են Երևանի կողմից։ Փորձենք այս իրավիճակը հասկանալ եւ ըստ այդմ էլ հասկանալ Հայաստանի անելիքները եւ Հայաստանի ամենաօպտիմալ դիրքավորումը այս համատեքստում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տեղավար տեսակապով։ Մեր հյուրն է միջազգային քաղաքականության մասնագետ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյան լայվ ալիքի հիմնադիր եւ վարող Տիգրան Ավագյանը, բարև ձեզ պարոն Ավագյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Բարև ձեզ պարոն Մեհրաբյան, շնորհակալություն։ Եվ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Եվ ուրեմն, պարոն Ավագյան, տարածաշրջանը սպասում է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին, իսկ Հայաստանի համար սա պատմական է նրանով, որ Հայաստան այցելել է պետքարտուղար, դա եղել է ամենաբարձր պաշտոնյան Միացյալ Նահանգների, որ երբևէ այցելել է Հայաստանը, բայց փոխնախագահ Հայաստանը չի այցելել։ Մինչդեռ եւ Բաքու եւ Թբիլիսի փոխնախագահները այցելել են, հա, մասնավորապես Չեյնին, Բայդենը Թբիլիսի է այցելել, դե իսկ նախագահ Բուշն էլ այցելել է Թբիլիսի հայտնի հանգամանքների բերումով։ Եվ ահա գալիս է թե եռակողմ ձևաչափ քննարկելու Հայաստան թրիփի հետ կապված, գալիս է նաև երկկողմ օրակարգեր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու, փաստաթղթեր ստորագրելու եւ այս ամենն էլ այս համատեքստն ունի, որը ես նշեցի՝ Մերձավոր Արևելք, Իրան եւ Ուկրաինա։ Դուք ձեր ալիքում, ձեր եթերներում հաճախ անդրադառնում եք այս հարցերին, ձեր տեսակետները ներկայացնելով, սակայն նույնիսկ ինքներդ վստահ եմ նկատել եք, որ ձեր յուրաքանչյուր եթերից հետո շատ կարճ ժամանակ անց իրավիճակն այնքան շեշտակիորեն է փոխվում, որ այդ մի քանի ժամ առաջվա, ասենք, այդ քննարկումները կարծեք թե իրենց ակտուալությունը կորցնում են եւ մի նոր անդրադարձի անհրաժեշտություն է առաջանում։ Համեցեք, պարոն Ավագյան։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Ես մեծ կարևորություն եմ տալի Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Დი Վենսի այցի
վերաբերյալ ուզում եմ նշեմ, որ JD Vance-ը ամենաազդեցիկ եւ ֆունկցիոնալ տեսակետից ամենակարևոր փոխնախագահներից է վերջի 30 տարվա ընթացքում, ոնց որ նշվում է։ Դրա համար շատ վաղ փոխնախագահան այդպիսի պաշտոն է, որ անմիջապես ազդեցություն չի կատարում Ամերիկայի քաղաքականության վրա, բայց JD Vance-ի դեպքում մենք տենում ենք, որ այս փոխնախագահ գործում է որպես կարանք ասենք զույգ նախագահի հետ եւ ցույց է տալի շատ ազդեցիկ ակտիվությունը բոլոր ուղղություններում եւ կարամ նշեմ, որ դա այդպիսի քաղաքական գործիչ է, որը ունի իր սեփական քաղաքական կամք։ Դա ուժեղացնում է այդ այցը։ Այո։ Ինչ է նշանակում այդ այցը Հայաստանի համար, Ադրբեջանի համար եւ տարածաշրջանի համար։ Այդ այցով հաշվի առնելով, որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պիտի շարունակեն իրենց աշխատանքը, այդ այցով Հայաստանը եւ Ադրբեջանը ֆորմալ մտնում են ամերիկական փուլ, տնտեսական փուլ։ Այո։ Հաշվի առնելով, որ տնտեսական քաղաքացիությունը ամենակարևորը Ամերիկայի համար եւ ամեն ինչ աշխարհում որոշվում է տնտեսական գործիքներով, իսկ մնացած գործիքները եւ զինվորական եւ քաղաքական հետևանքներ են այդ տնտեսական գործիքների օգտագործմանը, Հայաստանը եւ Ադրբեջանը մտնում են Ամերիկայի քաղաքականության մեջ։ Ինչ է դա նշանակում։ Առաջինը դա նշանակում է հետեւյալը. եթե մենք ուսումնասիրենք հիմիկվա իրավիճակը քաղաքական տեսակետից, գեոպոլիտիկ տեսակետից եւ հետազոտություն կատարենք, մենք տենում ենք, որ Հայաստանը շատ ակտիվ ինտեգրացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ուրեմն այդ ինտեգրացումը գնում է կամ Ամերիկայի մասնակցությամբ, կամ առանց Ամերիկայի մասնակցությամբ։ Եվ առաջանում է հարց. Հայաստանին որպես փոքր երկրին, որպես պետությանը, ինչ է ձեր տալի, որ այդ ինտեգրացումը, որը հիմիկվա Հայաստանի ղեկավարության քաղաքականության ինտեգրալ մասն է, գնա Ամերիկայի հետ կամ առանց Ամերիկայի։ Հասկանալի է, որ Ամերիկայի հետ այդ գործունեությունը հայ պետականության համար, Հայաստանի քաղաքացիների համար դառնում է ավելի վստահելի։ Եվ կենսական անհրաժեշտություն։ Այո։ Այո։ Դրա համար եթե փոքր պետությունների համար, միջին պետությունների համար ունենալ այդպիսի մեջք, որպես կարան դառնան աշխարհում միայն երկու պետությունները, կամ Ամերիկան, կամ Չինաստանը, եթե դու մտնում ես օվկիանոս առանց այդպիսի մեջքի, ալիքները կարան քեզ ծածկեն, բայց ունենալով այդպիսի մեջք, դու հիմքեր ես ունենում, ժամանակ ես ստանում կողպետությունը զարգացնելու համար։ Դա առաջին ամենակարևոր հանգամանքը, հիմքը, որից ելնելով, հիմնվելով մենք կարանք խոսանք ապագայի մասին։ Ամերիկան, գլխավոր Ամերիկայի համար տնտեսությունն է, ոնց որ ես նշեցի։ Եվ այդ տնտեսությունը Ամերիկայի քաղաքականության հիմնական մասն է։ Երևանից սպասում են համաձայնություն նախագծերի վերաբերյալ, որտեղ Հայաստանը օրենքները չի դնելու։ Եվ Հայաստանից սպասում են նորից համաձայնություն մասնակցելու Ամերիկայի նախագծերին։ Դա շատ կարևոր է հասկանալ, ինչ է սպասվում եւ ինչի է դա արվում։ Ինչ է տալու դա Հայաստանին։ Հայաստանին դա տալու է անվտանգություն։ Դրա համար փողեր են աշխատում, գործարքներ են անում ամերիկացիները մենակ անվտանգ տարածաշրջաններում եւ այդ անվտանգությունը Ամերիկան ստեղծում է։
Դա շատ կարևոր է դա հասկանալ։ Դա է նախնական ընթացքը։ Այո։ Ուրեմն այս այցը արժեքների մասին չի Հայաստանի համար։ Ոչ թե Հայաստանի այս այցը ոչ թե նկատում է Հայաստան որպես արժեք, այս այցը նկատում է Հայաստան որպես կարևոր ֆունկցիա այս մարշրուտների եւ պերիմետրի ստաբիլացման գործում ոնց որ դա հասկանում են ամերիկացիները եւ բոլոր ամերիկացիները որոնց հետ ես իմ գործերով շփվում են նշում են դա ուրեմն առաջինը ինչ է դա տալի Հայաստանին Ամերիկայի քաղաքական ուշադրությունը իսկ Ամերիկայի քաղաքական ուշադրությունը նշանակում է փող ֆինանսական միջոցներ նկատի ունեմ նախագծեր եւ ամենակարևորը ինֆրաստրուկտուրա Պարզա որ ամեն ինչը կսկսվի երբ նախագիծը կսկսվի դառնալ իրականություն այո նույն ժամանակ Հայաստանի համար դա որպես տես բաց պատուհան է տալի իր մասնակցությունը ապահովել սուվերենիտետի եւ անվտանգության ճշգրիտ շիտակ գարանտիաներով երաշխիքներով դա շատ կարեւոր է Դրա համար Հայաստանի կողմից աշխատանք կա, բայց այդ աշխատանքը կառավարության աշխատանքը ոչ թե քաղաքացիների եւ ձեր է տալի կառավարությանը բխում է կառավարության շահերից նույն ժամանակ այդ ընդհանուր նախագիծը կապում է Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը այդպիսի մի օղակի մեջ, որը ժամանակավոր, դրա համար ամեն ինչը ժամանակավոր է, կանգնեցնում է սպառնալիքների, անվտանգության խնդիրների եւ պատերազմական ինչ-որ դեպքերի զարգացումներից։ Դրա համար մշտական ոչ մի բան չկա այս աշխարհում։ Մենք միշտ խոսում ենք ժամանակավոր, ինչքան էլ դա երկար լինի կամ կարճ։ Դա է տալի ժամանակը Հայաստանը շահում է ժամանակ։ Եվ արդեն Հայաստանից է կախված այդ ժամանակը Հայաստանը ոնց է օգտագործելու իր պետականությունը, բանակը եւ մնացած շերտերը պետության զարգացնելու համար։ Պարոն Ավագյան, նաեւ այս ֆոնին մենք հստակորեն տեսնում ենք Ռուսաստանի խափանարար գործունեությունը, որպեսզի այս օրակարգը ուղղակի տապալվի։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ճնշում, մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից սպառնալիքներ, մենք Ռուսաստանի կողմից ըստ էության տեսնում ենք հիբրիդային պատերազմ ընդդեմ Հայաստանի, մենք տեսնում ենք մանավանդ այս նախընտրական համատեքստում ռուսական պրոքսիների ակտիվացում, ել չեմ խոսում այն սակավամիտ հայտարարությունների մասին, որ չէ դե թրիփը դա սպառնալիք է, քանի այնտեղ ներգրաված չի Ռուսաստանը եւ Չինաստանը։ Այս sense էկզոտիկ հայտարարություններ եւ այլն եւ նաեւ այո մենք տեսնում ենք ուղիղ սպառնալիքներ Հայաստանին, որ Ուկրաինայի օրինակով պետք է SVO կազմակերպվի Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի դեմ։ Մենք դա լսում ենք Ռուսաստանի պետական ալիքների թոփ պրոպագանդիստներից։ Այս ամենի հետ կապված ինչ մեկնաբանություն ունեք եւ ինչ անելիքներ եք տեսնում Հայաստանի համար, որովհետեւ հստակ է այս ամենին պետք է դիմագրավել։ Համեցեք։ Ուզում եմ հետեւյալը նշեմ։ Այո, այդ նախագիծը Ռուսաստանի համար մեծ սպառնալիք է եւ խնդիր։ Ինչի՞։ Ես բազմատիվ եմ խոսացել, որ Ռուսաստանը վաճառեց Արցախը, դա Ռուսաստանի օպերացիաներ, եւ Արցախի փոխարեն Ռուսաստանը ստացավ Միջանցք, Ադրբեջանի, Թուրքիայի միջոցով էներգետիկ ռեսուրսները վաճառելու եւ ստանալու այն ամպրանքներ, ինչքան որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին պատերազմը սկսելու եւ վարելու համար, որը հիմա Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ։ Ուրեմն դա Ռուսաստանի որոշումն էր։
այդպիսի միջոցների գնալ եւ Ռուսաստանը տեղ չունի բողոքելու այս վիճակում։ Հայաստանը պիտի դուրս գա միշտ իր շահերից։ Դա նորմալ քաղաքականություն է պետության համար։ Սպառնալիքների վերաբերյալ Ռուսաստանը հիմա չի կարա Ուկրաինայում հաջողությունների հասնի։ Նաև մի կահակը օրինակ Կուպենսկը 4 տարի չեն կարավեցնեն։ Եթե Դոնալդ Տրամպը օպերացիան հսկա երկրի դեմ, Վենեսուելայի դեմ, որը ունի ավելի կամ 30 միլիոն բնակչություն եւ 1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, անցկացրեց մի քանի ժամվա ընթացքում, Ռուսաստանը 4 տարի մի փոքր կահակ չի կարավեցնի Ուկրաինայում Կուպենսկ անունով։ Դա է խոսում Ռուսաստանի հնարավորությունների մասին։ Երկրորդը, Հայաստանում ինչ-որ օպերացիան անցկացնելու համար բավական չի այն պրոռուսական ուժերը եւ ռուսական ուժերը, որոնք կան Հայաստանում։ Դա ոչ թե բավական չի, իրանք սկի 10% չեն կազմում։ Դրա համար, որ Ռուսաստանը կարա օգտագործելով իրանց հասնի իր նպատակներին։ Ռուսաստանում դա լավ հասկանում են։ Եթե Հայաստանը ունենար սահման Ռուսաստանի հետ, հնարավոր է խոսալ ինչ-որ փորձերի մասին զինվորական ձևով ազդել Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև Վրաստանն է եւ գեոգրաֆիայի տարածաշրջանի ռելիեֆը բարդ է շատ ու լոգիստիկան կազմում է լագիս մի 2 շաբաթվա ժամանակ, որ համապատասխան զորքերը, որը Ռուսաստանը հիմա չունի ուղարկել, դա արդեն չի ստացվելու։ Դրա համար այդպիսի օպերացիաներ պետք է անել շատ շտապ եւ ուժ ունենալ։ Ռուսաստանը ոչ ուժ ունի այդպիսի օպերացիա համար, ոչ էլ սահման ունի Հայաստանի հետ։ Դա պետք է հաշվի առնել։ Դրա համար գոյություն ունի գիտություն, զինվորական ստրատեգիա։ Այդ խոսքերը, միտումները, ցանկությունները Ռուսաստանի հակադրում են բոլոր զինվորական ստրատեգիայի օրենքների։ Դա անհնարին է իրականացնել, այն ինչ որ խոսում են։ Դրա համար պետք է հասկանալ, որ դա սպառնալիքներ է։ Ռուսաստանի համար հիմնական մտավախությունը Հայաստան չի, այլ այն հարցը Ամերիկան կթողի Ռուսաստանին շարունակել ունենալ այդ միջանցքը վիրտուալ ինչ որտեղ միջանցքը, ճանապարհների մասին խոսքը չի կոնկրետ, որը Ռուսաստանը ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքով, թե չի ունենա եւ Ամերիկան ուրիշ առաջարկներ եւ նպատակներ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Իրանի դեմ կամ կենտրոնական Ասիայի վերաբերյալ եւ դրա համար Ամերիկային անհրաժեշտ է խաղաղություն տարածաշրջանում։ Դրա համար հիմնական Ամերիկայի ճշնամին Ռուսաստանը չի։ Ռուսաստանը Ամերիկայի համար ճշնամին չի, շատ թույլ է ճշնամի լինելու համար։ Ճշնամին Չինաստանն է եւ բոլոր այդ նախագծերը նպատակ ունեն փակել Չինաստանի ճանապարհները դեպի արևմուտք։ Բայց դա նույն ժամանակ Չինաստանի որոշումն էր, որ Չինաստանը թույլ տվեց Ռուսաստանին իրականացնել այդ օպերացիան հայերի դեմ։ Մենք պիտի հասկանանք։ Ու պիտի հասկանանք, որ Չինաստանը եթե թույլ չտար հարձակվել Ուկրաինայի վրա, Ռուսաստանը չէ կարող հարձակվել։ Դրա համար հիմա բոլոր բաց նաև աղբյուրներով այդ պատերազմը վարվում է Չինաստանի փողերով եւ հնարավորություններով, Ռուսաստանը հնարավորություն չունի։ Դրա համար ամեն ինչ շատ բարձ նկար մենք ունենք գեոպոլիտիկ առանց ինչ որ գաղտնիքների մեծ, որ պետք չի հիմա գտնել մուկ կատու այն սենյակում, որտեղ ասենք լույս չկա։ Ամեն ինչ բարձ է եւ վերևում է ինչա կատարվում։ Պարոն Ավագյան, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների ռազմավարության որոշակի ուրվագծեր նաև այն պաշտոնյաներով, որոնք զբաղվում են ռազմավարական հարցերով։ Մասնավորապես Միացյալ Նահանգների դեսպանը Հնդկաստանում Սերջիո Գորը, դա Ուզբեկստանի ծնունդ է, նախկին նրա անուն ազգանունն էր Սերգեյ Գարախովսկի, հա, եւ նա կարևոր հայտարարություն է արել,
Կենտրոնական Ասիայում այդ բիզնես ֆորումի ժամանակ ամերիկյան բիզնեսմենների եւ կենտրոնասիական հնգյակի բիզնեսմենների հավաքին, որ հիմա Միացյալ Նահանգները կենտրոնացած են Հայաստանն Ադրբեջանին կապելու եւ թրիփը կառուցելու խնդրի վրա, որը ճանապարհ կբացի նաեւ կենտրոնական Ասիայի համար։ Այսինքն այն process-ը, որը մենք ձեզ հետ միասին հիմա քննարկում ենք, դրանից է կախված նաև կենտրոնասիական 5 երկրների ապագան։ Երկրներ, ովքեր պատմականորեն ռուս-չինական, այսպես բուտերբրոդի մեջ են եւ այդտեղից դուրս գալու խնդիր ունեն։ Համեցեք։ Այո, դա այդպես է, եւ եթե որոշում ընդունվի, որ արևմուտքի, հիմիկվա արևմուտքի ուժը գնա միջին կամ կենտրոնական Ասիա, դա նշանակելու է, որ այդ տարածաշրջանը փակվելու է Չինաստանի եւ Ռուսաստանի համար։ Եվ բոլոր ուժերը եւ միջոցները դրա համար կան Ամերիկայի մոտ։ Ուրեմն Ամերիկան ունի երկու նախագիծ։ Մի նախագիծը օգտագործելով այդ գործոնը չիրականացնելով սպառնալիք անելու Ռուսաստանին եւ ստանալով Ռուսաստանից եւ Չինաստանից ինչ որ Ամերիկային պետք է, կամ եթե իրանք ուշադիր չլսեն այդ առաջարկությունները ինչին կարան բերեն Ռուսաստանին ու Չինաստանին, իրականացնել այդ նախագիծը։ Այսօրվա վիճակում այդ ընտրությունը չի արվել, իրականացնելու են թե մենակ օգտագործելու են որպես սպառնալիք այդ նախագծի իրականացումը, բայց ամեն ինչը պատրաստ է եւ Թուրքիան եւ Ադրբեջանը օգտագործելու են որպես գործիք այդ նախագծի մեջ։ Հայաստանը որպես երկիր, որոնցով կանցնեն այդ արտերիաները։ Դա է նախագիծը։ Այս վիճակում Հայաստանին հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հիմնական տարածաշրջանի գործիչների հետ, պետությունների հետ, որոնք ազդեցություն կունենան եւ ամենամեծ կարևորությունը մենք այս վիճակում տալիս ենք որպես գործագետներ լավացնելու հարաբերություններ Իսրայելի հետ։ Դա շատ մեծ կարևորություն է ստանում։ Մենք գիտենք ինչ դեր է ունեցել Իսրայելը օգնելով Ադրբեջանին պատերազմի ժամանակ եւ ինչքան տարբեր խնդիրներ կան տենց կոչեմ հայ աշխարհի եւ հրեա աշխարհի աշխարհների մեջ, բայց այս վիճակում հաշվի առնելով, որ Իսրայելը ամենակարևոր պետությունն է Ամերիկայի համար, ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում, դա է իրականությունը։ Պետք է մտածել շահերի մասին, հզորանալ, ոչ թե ոչ մի բան չանել ու կռիվանել Իսրայելի հետ։ Ինտերնետում, մասմեդիայում, այո, վիրտուալ, վիրտուալ կռիվը մենակ վատ հետևանքներ է բերելու Հայաստանը։ Եվ հիմարությունն է մեծ հաշվով, այո։ Ու պետք է միշտ գտնել գոնը չնչին հնարավորություն բոլորի հետ համագործակցել։ Նույնը Թուրքիայի հետ հաշվի առնելով հիմիկվա Հայաստանի վիճակը։ Բերեմ օրինակ։ Ես արևմտահայ եմ ծագումով։ Ինձ համար Հայաստանը Կիլիկիայից մինչև Սևծովնա ու միշտ կմնա այդ ձև եւ բոլոր արևմտահայի համար եւ իմ երեխաների համար։ Բայց ես իրատես եմ եւ տենում եմ, որ հիմա մենք հնարավորություն չունենք այդ հարցը լուծելու համար։ Դա անհնարին է։ Մենք չունենք ռեսուրս։ Ուրեմն այս վիճակում կարելի է բողոքել, տպել հոդվածներ, խոսալ հերոստատեսությամբ ու ոչ մի բան չանել, մենակ տշնամություն առաջանալ թուրքերի հետ, իսկ երկրորդ տարբերակը ճշգրիտ խելոք գործել եւ նայել այս վիճակում ինչ է կարևոր, չունենալ ոչ մի Հայաստան, որը ոնց որ ասած հակնելով մեծ հայկի ասենք հակուսները իրականում ոչ մի բան չի անելու, դե ունենալ գոնե փոքր Հայաստան, որը հնարավորություն ու հույս է տալի մնալ որպես ցիվիլիզացիա այս աշխարհում, հաշվի առնելով հիմիկվա վիճակը, ես նկատի ունեմ։ Եթե ես կներկայացնեի Տիգրան Մեծի Հայաստանը, բարձր ես ուրիշ ձև կխոսայի, դա առաջին պետությունների աշխարհի, հետո երկրորդ, հետո երրորդ, բայց պետք է հասկանալ Հայաստանը ինչ վիճակում է գտնվում
ինչ կառավարություն ունի հիմա Հայաստանը, ով է օգնում այդ կառավարությանը, ոնց է գնում այդ կառավարությունը։ Ուղղակի ստե պետք է հաշվի առնել, որ Տրամպը աջ կողմանի քաղաքական գործիչ է։ Ահա։ Իսկ Հայաստանին հիմա ավելի շատ օգնում են, եթե մենք խոսանք իշխանությունների մասին, ձախ կողմանի ուժերը, որոնք նույն ժամանակ շատ հզոր են, շատ ազդեցիկ են եւ հնարավոր է որ ավելի ազդեցիկ են կամ հիմիկվա Ամերիկայի ուժը, որը իշխանության է գտնվում։ Հայաստանին ուղղակի խելոք պետքա ոնց որ ռուսերեն ասում են, հայերեն չգիտեմ ոնց կղնչի, ձվերը դնել տարբեր ամանների մեջ։ Զամբյուղներում, այո։ Զամբյուղները, դե ես հայերեն կարամ սխալներ ապրեմ։ Լավ է։ Զամբյուղները դնել տարբեր ամանների մեջ էս վիճակում։ Դրա համար Հայաստանը հնարավորություն չունի որպես փոքր պետություն սխալներ անել այս վիճակում։ Նույնը մեծ պետությունները, որպես Կանադա, Ավստրալիա չեն կարա այս խաղում սխալներ թույլ տան, որը հսկա պետություններ են եւ Կանադան եւ Ավստրալիա։ Դա չի նշանակում, որ մենակ Հայաստանի մասին խոսքը։ Հիմա այդպիսի աշխարհն է, որ ամեն մի որոշումը պիտի լինի շատ խլոք, մտածված, շիտակ ու ճշգրիտ։ Եվ ամփոփելով, պարոն Ավագյան, տեսեք, մեր տարածաշրջանում պատմական փոփոխություններ են տեղի ունենում եւ այդ փոփոխությունները անշրջելի դարձնելու, այդ փոփոխությունները խորացնելու նպատակով տարածաշրջան է այցելում J.D. Vance-ը, այցելում է Երևան, այցելում է Բաքու, Թբիլիսին ռադարներից կարծեք թե կորչել է։ Թբիլիսին չի երևում։ Մինչդեռ տասնամյակներով բոլոր տարածաշրջանային այցերը, ասենք, սկսում էին Թբիլիսից, Վրաստանը կարևորագույն դերակատարների կողմից դիտարկվում էր որպես թիվ 1 պարտնյոր։ Էլ չեմ ասում տարածաշրջանային ինչ-որ պրոցեսներ գեներացնելու հարցում Թբիլիսին միշտ առաջամարտիկ էր եւ հիմա տեսնում ենք չկա Թբիլիսին։ Ինչ եք կարծում, սա ինչպես եք դուք սա դիտում մեր շահերի տեսակետից եւ տեսնում եք արդյոք այստեղ անելիքներ եւ եթե տեսնում եք ապա ինչպիսին համեցեք ամփոփենք։ Շատ կարևոր հարց է, շատ կարևոր թեմա է։ Կարող ամենակարևորը Հայաստանի ապագայի համար, ինչի մասին ես ուզում եմ անդրադառնամ, հիմա հնարավորություն է բացվում դաշտ Հայաստանի համար լավացնել եւ ուժեղացնել կապերը Վրաստանի հետ։ Երբ Վրաստանը ուժեղ է կամ մտածում է որ ուժեղ է, իրան Հայաստանը պետք չի։ Այս վիճակում Հայաստանի համար բացվում է պատուհանը, որտեղ Վրաստանը արդեն կարևորություն չունի Թուրքիայի Ադրբեջանի հետ, մենակ որպես տարածք, որը կարելի է առնել եւ բնակեցնել իր բնակչությամբ, ու այդ վիճակում Հայաստանի դերը Վրաստանի համար մեծ նշանակություն է ստանում։ Դա շատ կարևոր է։ Իսկ հիմիկվա իրավիճակը Վրաստանի Միխայել Սաակաշվիլու քաղաքականության արդյունքն է։ Եթե Միխայել Սաակաշվիլին ասեմ տենց, Վրաստանը երբեք չի եղել Ամերիկայի դաշնակից Կովկասում։ Վրաստանը եղել է Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի սատելիտ երկիր Մեծ Կովկասում եւ դրա համար, որ եւ Մեծ Բրիտանիայում եւ Ամերիկայում ձախ կողմանի քաղաքական գործիչներ էին ղեկավարում երկրները։ Ամերիկան վերաբերվում էր որպես դաշնակցություն։ Ու հիմա որ այդ դիրքերը թուլացել են եւ ավելի հետաքրքիր հնարավորություն է բացվել Ամերիկայի համար, թուրքական աշխարհի համար, Հայաստանի տարածքով անցկացնել այդ միջանցքը, բարձր որ Վրաստանը կորցրեց իր նշանակությունը։ Եվ նշեմ, որ ստե ամենակարևորը, որ Հայաստանը օգտագործի իշա Հայաստանի եւ Վրաստանի այդ իրավիճակը կապերը ամրապնդելու համար։ Դրա համար Հայաստանի ապագան առանց Վրաստանի, առանց գոյության Վրաստանի անկախ պետությանը
երկար ապագա Հայաստանը չի ունենալու, ինչքան էլ Ամերիկան այսօր կա, վաղը Ամերիկան ոչ թե վաղը, կարող է մի 10 տարուց գնալու է տարածաշրջանից, Հայաստանը պիտի լինի հզոր պետություն, պարզ կապեր ունենա Թուրքիայի հետ, բոլոր հարևանների հետ, առաջինը հզորանա, օգտագործի այդ ժամանակը հզորանալու համար։ Որպես յուրաքանչյուր պետություն այդպիսի վիճակում, դա ուզում եմ ես ասեմ եւ նշեմ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողների հետ եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Հետևենք դեպքերի ընթացքին, նաեւ ձեր օգնությամբ։ Մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտողներ եւ հաջողություն։ Ստեսություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր քաղաքագիտության դոկտոր, միջազգային քաղաքականության մասնագետ Տիգրան Ավագյան լայվ ալիքի հիմնադիր եւ վարող հենց Տիգրան Ավագյանին լսեցինք իր դիտարկումները կապված Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ.Դի Վենսի տարածաշրջանային այցի իրավիճակի, որի համատեքստում է գալիս Ջեյ.Դի Վենսը մեր տարածաշրջան եւ ըստ այդմ Հայաստանի Հանրապետության անելիքների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի ննձ ձեզ։